Ազգային ժողովում փոխնախագահ են ընտրում ձեր տեխնացուին Արա Վարդևանյանին, նախ նրա տեխնացիան վերաբերյալ ինչ կասեք, ինչ եք կարծում կընտրի նրան։ Ես չգիտեմ կընտրի նրան թե չէ, եթե չընտրի շատ սխալ կանի, իսկ Արամի մասին Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է։ Բայց այսօր նրան հիշեցնում են, որ դու մի քանի ճամփար ես փոխել, եղել ես հանրապետական, հետո քոչարանական, հիմա եկել մտել ես ուժեղ Հայաստան։ Ճիշտ արել, որ եկել մտել է ուժեղ Հայաստան։ Ինչի՞։ Նախորդ երկուսները վատն են։ Վատը չէին, բայց մարդուն զարգացումը միշտ անհրաժեշտ է։ Փորձելա տեսելա, որը դուրս չեկա, որն է ճիշտ է։ Հիմա կանա համալսարանը կավարտել, սկզբից մի հատ համալսարան է կավարտում, հետո գնում եք ուրիշ, հետո գնում եք ամենալավն է կավարտում, հիմա ինքը ամենալավն է եկել։ Հիմա ձեր ամենալավ համալսարանն է։ Այո։ Բա որ հետո որոշի, որ ձերն է լավը չի ուրիշ տեղ գնա։ Դրա հավանականությունը 0 է։ Պարոն Կարապետյան, նկատեցինք, որ դատավարությանը զուգահեռ նաև ուշ-ուշով հետևում եք ազգային ժողովի նիստերին, բոլոր ազգային ժողովի նիստերին եք այսպես ուշադիր հետևել, թե միայն 9-րդ գումարման եւ ինչ հետևություններ եք արել այս օրերի ընթացքում։ Իհարկե միայն 9-րդ գումարման եւ նախկին ազգային ժողովի մի քանի հետաքրքիր էպիզոդներ նայել եմ։ Պարոն Կարապետյան, ձեր նախորդ նիստի մի հայտարարությունը շատ ծանր էին տարել ԿՊՀ-ականները, մասնավորապես Տարոն Չախոյանը որոշել էր, որ ԿՊ-ի թասիբը ինքը պետք է պաշտպանի ձեր արտահայտությունից, որ ասել եք Գյորվամիշ, ու տենց դա ոնց որ կռվի թեմա դարձավ։ Սրա վերաբերյալ ինչ կասեք։ Ասածը ԿՊ-ին չէր վերաբերվում էր ինձանից բիզնես խլողներին։ Եթե իրենք այդպես արձագանքեցին, իրենց պրոբլեմն է։ Ինչ եք կարծում կռիվ ձեզ կլինի, ոնց որ դերեք սահմանակցին էին հասել ազգային ժողովում եւ ինձ մի քանի անգամ սահմանակցին կհասնեն, հետո տեսնենք։ Ձերոնք ուժեղները մարտական են տրամադրված կամ պատրաստ են այդ ուժեղները ուժեղ են։ Պատրաստ են այդ սցենարին, որ Իհարկե պատրաստ են։ Մարդիկ որ գնացել են ազգային ժողով, բոլորն էլ հասկացել են ու մեծ գործ ունեն։ Պարոն Ֆերրանց, ձեզ մի հաց կարելի է։ Պարոն Կարապետյան, Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վաղ ազգային ժողովի նիստին չեն մասնակցելու, սակայն եթե այսօր Վարդևանյանի քվեարկությունը չլինի, այդ հաստատ ուժի մեջ է մտնում, թե քվեարկությունից հետո այն գնալու։ Դե ինձ թվում է, եթե այսօր չլինի, վաղը մինչև ժամը 2-ը կարող է լինի։ Եթե չլինի, ուրեմն չեն մասնակցի։ Քվեարկությունից հետո է։ Վարդևանյանը ասում որ հենց տարողական մեքենա պետք չի պարգևաճարներն էլ ուղղելու է բարեգործության, այսինքն այդ բոլորը, որոնք որ աշխատավարձ պարգևաճար եղել են դուք ձեր ռեսուրսով եք ապահովելու ձեր թիմակիցներին, որ չներվեն հանկարծ ԿՊՀ-ականներից չմնան։ Ոչ, իրենք աշխատավարձ, ով ցանկանում է կստանա, իսկ ով կհրաժարվի, ուրեմն կհրաժարվի։ Ուրեմն ինքը դրա կարիքը չունի։ Իրեն Նարեկ Կարապետյանի մասով ասացին ԿՊ-ից, որ նման ընթացակարգ չկա, ինքը չի կարող հրաժարվել ուղղակի։ Դե չի կարող կստանաք ուղի բարեգործության։ Նստելու է իր հաշվին։ Ուղի բարեգործության։ Պարոն Կարապետյան, 1 տարի անց ինչպես եք գնահատելու ձեր թիմի գործունեությունը ազգային ժողովում, ընդունած օրենքներով, վերած փոփոխություններով, այլ չափանիշներով, ինչպես եք գնահատելու։ Տարած հաղթանակով։